Բարեարև, սիրելի խոյեր ասցենդենտի նշանով եւ արևի նշանով այսօր դեկտեմբերի 26-ն է եւ ես կներկայացնեմ Վեներայի օրը իդեպ իմ օրացույցով եւ ես կներկայացնեմ 2026 թվականի հունվար ամսվա համար կանխատեսումը մտնում ենք նոր 2026 թվական եւ տեսնենք թե ինչ փոփոխություններ են սպասվում հունվար ամսին խոյերին, այսինքն սա վերաբերում է բոլոր նրանց, ում ասցենդենտի նշանն է խոյը եւ վերաբերում է բոլոր նրանց, ում արևն է գտնվում խոյի նշանում։ Այդ երկուսը պետք է լսեք, միացնեք իրար եւ ձեզ համար པարզ կլինի տվյալ ամսվա համար կանխատեսումը անպայման երկու նշան եք լսում, որովհետեւ մեկ նշանը լսելով դուք երբեք ամբողջական պատկերացում չեք կարող ունենալ։ Իդեպ եւս մի կարևոր բան նշեմ, դուք 7-րդ տեղում եք, այսինքն երկրորդ վեցնյակն եք բացում, բայց հիմա տեղաշարժվել եք 10-րդ տեղ։ Ահա, իսկ 11-ը 12-ը երկվորյակներն ու խեցգետինները պահպանում են, հավատարիմ են իրենց 11 եւ 12-րդ տեղերում, որտեւ եւ նոյեմբերին են այդպես եղել եւ դեկտեմբերին։ Իրենք շատ սիրում են այդ տեղերը, մենք իրենց չենք խանգարի, ահա։ Եվ այսպես հունվար ամսին մենք ունենք լիալուսին, նորալուսին եւ Վեներան, արևը, Մերկուրին, Մարսը կփոխեն իրենց նշանները, բոլորը կհավաքվեն ջր հոսի նշանում։ Ձեզ համար դա լավ իհարկե մոլորակների շքերթ է, հավաքույթ կամ դասավորումը այդ նշանում եւ հաջորդ կարևոր իրադարձությունը այն է, որ Նեպտունը հունվարի 26-ին կմտնի ձեր նշան, սիրելի խոյեր, դուք իր ներկայությունը զգացել եք իհարկե 25 թվականին։ Ես դա նշել եմ, եթե դուք ուշադիր եք եղել, ուրեմն գիտեք դա երբ է եղել։ Ես մանրամասն ներկայացրել եմ, այնպես որ այդ ժամանակահատվածում դուք իր ներկայությունը զգացել եք եւ այն իրադարձությունները, որոնք որ կատարվել են, իրենք հիմա միանշանակ կրկնվելու են, սա ձեզ իգիտություն, ուրեմն Նեպտունը 26-ին հունվարի 26 թվական կմտնի ձեր նշան, սիրելի խոյեր, եւ կմնա մինչեւ 39 թվականը, 2039 թվականը։ Գիտեք, եւ եթե ոմանց բերել է հաջողություն, ուրեմն ինքը նորից այդ հաջողությանը սպասեք, ինքը կլինի անպայման։ Իսկ եթե անհաջողություն, ուրեմն պետք է պաշտպանվեք, զգոն լինեք, որովհետև դա նորից կրկնվելու է։ Ես այս մասին ձեզ զգուշացրել եմ, որպեսզի դուք լինեք ուշադիր, հարցին լուծում տաք, որովհետև այն կրկնվելու է 26 թվականին։ Եթե դուք իմ հետևորդներն եք, նայել եք, ուրեմն այս մասին արդեն տեղեկացված եղել եք, որովհետև բաներ կա, որ ես ժամանակից շուտ եմ ասում, սխալ կլինի հենց այդ պահին ասել, դուք էլ ոչինչ չեք կարող փոխել։ Իսկ եթե ամիսներ առաջ է ասվում, դուք կարող եք ինչ-որ բան փոխել։ Ահա, ուրեմն սա էր ձեզ համար թերևս կարևոր իրադարձությունը եւ մյուս կարևոր իրադարձությունը, որ տեսեք, Սև լուսինը դուրս է գալիս ձեր ֆինանսների տանից, այդ հեղեղուկ անկանոն վիճակը, ես կարծում եմ ասցենդենտով խոյերին արդեն կլքի իրենք աստիճանաբար ոմանք ինչ-որ բաներ կսովորեն, որտեղ մտնում է 9-րդ տուն, որտեղ սովորում են, ոչ միայն դասավանդում են, այլ նաև սովորում են, եւ նաև արտերկրի հետ է կապված դա, միգուցե ինչ-որ դրսի հետ կապված գործեր անեք, թեկուզ այլ քաղաքի կամ այլ երկրի, հա, այսպես եւս կարող է լինել։ Նայած որտեղ եք ապրում, ինչպես է դա ուրեմն դրսևորվում, այնպես որ համենայն դեպս սա ձեզ համար շատ ավելի լավ վիճակ է, երբ ուրեմն Սև լուսինը մտնում է աղեղնավորի նշան։ Սա եւս ուրեմն մի լավ իրադարձություն, իսկ հիմա ես սկսեմ լիալուսնից եւ նորալուսինը ներկայացնեմ եւ այսպես հունվարի 3-ին 2026 թվականի Հայաստանի ժամանակով 14:02:43 արևը եւ լուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ լուսինը կգտնվի խեց գետնի նշանում։ Ահա, այս դեպքում ես չեմ կարող ասել, որ ձեզ համար այս առանցքը, որտեվ դա 4-րդ եւ 10-րդ առանցքն է, չեմ կարող ասել, որ շատ լավ է, եթե ասենք շատ նշանների համար, ասենք ցուլերի համար լավ էր, գույսերի համար լավ էր եւ այլն, ձկների համար, քարիչների համար այս առանցքը շատ լավ է,
Ձեր դեպքում չեմ կարող այդ բանը ասել, այստեղ տան թեման է, տան ընտանիքի թեման է եւ ձեր կարիերայի հարցն է, կարծես մեկը մյուսին այդպես խանգարում են, լրացնում են, այդ հարցերն է գալիս, որ դուք պետք է կարգավորեք եւ դա անդրադառնում է ձեր նպատակների կամ ընտանիքի թեման նաև համարվում է կամ ապրելատեղի կամ այդ իրավունքը ստանալու, եթե արտերկրում եք, մի խոսքով այսպես շատ տարբեր թեմաներ կան, այդ առանցքն է եւ այդտեղ համենայն դեպս տան ընտանիքի միգուցե բնակարանի արտերկրի հետ կապված մեկնելու եւ այլն այս թեմաները մինչեւ հունվարի 3-ը ձեզ համար բարձ կլինի այդպես եւ այսքան ձեր անելիքները դալիալուսնի մասին եւ նորալուսինը տեղի կունենա հունվարի 18-ին 2026 թվականի ժամը Հայաստանի ժամանակով 23:51:47 արև եւ լուսինը կմիավորվեն 29 աստիճանում եւ այն տեղի կունենա այդ ցեղջուրի նշանում ահա դա էլ ձեր 10-րդ տանը ինչպես որ ասացի 4-րդ եւ 10-րդ ուրեմն նշաններն են այստեղ տներն են եւ ինչպես տեսանք, միգուցե այդ հարցերը դուք ավարտեք, ընտանեկան ինչ-որ հարցեր, արտերկրի հետ կապված հարցեր, տան թեման, բնակարանի թեման լինի, որ ինչ-որ հարցեր կա, որ դուք դա պետք է ավարտեք, փակեք բոլոր այդպես հարցերը, խնդիրները եւ անցնեք առաջ արդեն կոնկրետ ձեր նպատակով զբաղվելու համար այստեղ նոր սկիզբ դնեք եւ առավել եւս եթե դուք ունենաք լավ ուրեմն այդ նորալուսինը ձեզ համար եթե լավ լինի ուրեմն ամեն ինչ առաջիկայում կարող է լավ լինել այսպիսի իրավիճակ եւ ուզում եմ նշել հետեւյալը լավ կլինի իհարկե սիրելի խոյեր որ ուրեմն դուք խոյի նշանում 13-ից մինչև եթե 30 աստիճան, որտեղ յուրաքանչյուր նշանը 30 աստիճան է, եթե 13-ից 30 աստիճանում դուք ունեք մոլորակներ, ուրեմն այստեղ որոշակի դժվարություններ կլինեն ձեզ համար միանշանակ կարիերայի հետ կապված, ապագայի հետ կապված հարցեր կլինեն, որ դուք կկանգնեք խոչընդոտի առաջ եւ դա պետք է կարգավորեք։ Իսկ եթե ձեր մոլորակները մինչև 13 աստիճան են, ուրեմն դուք ընդհանրապես խնդիր չեք ունենա, դա ձեզ հետ կապ չի ունենա, առավել եւս, եթե դուք ցուլի նշանում ունենաք մոլորակներ նշածս այդ հատվածում, այդ աստիճաններում, եթե այդտեղ ունենաք կամ կույսի նշանում 13-ից մինչև 30 աստիճան ունենաք մոլորակ, կամ ձկան նշանում, կամ կարիճի նշանում 13-ից 30 աստիճան, ուրեմն դες համար շատ լավ իրադարձություն, շատ լավ գործողություններ կլինեն միանշանակ ինչ որ դուր կբացվի ձեր կարիերայի հարցում, ձեր նպատակների հարցում եւ կիրականանան այդ հարցերը, այնպես որ ասել որ խոյերի համար դա վատ է, դա սխալ կլինի, որովհետեւ դուք կարող եք միջև 13 աստիճանը մոլորակ չունենալ եւ դա ձեր վրա ոչ մի վատ ազդեցություն չի ունենա այսպես այնպես որ մասնավորապես 6-ին 7-ին 8-ին 9-ին միջև 13-ը այդպիսի իրադարձություններ կլինեն ինչ որ նշեցի ես հունվարը բաժանել եմ երկու մասի առաջին հատվածը այդպես իրադարձություններ են երկրորդը արդեն շատ ավելի կոնկրետ կլինեն որովհետև եթե այդ խնդիրները լուծվեցին արդեն կարծես թե դուք ինչ որ բանից ազատվում եք եւ կամ միգուցե խոչընդոտներից դուք ազատվեցիք ինչ որ վերաբերում է ձեր կարիերային հիմա արդեն կարող եք սկսել լրիվ սկզբից սկսում ենք սկզբից ամեն ինչը ահա 17-ին հունվարի Վեներան կմտնի ջրհոսի նշան միջև փետրվարի 10-ը ձերը փաստորեն ստացվում է եւ նշանը եւ տունը ինքը համընկնում է արևը եւ մերկուրին եւս կմտնեն ջրհոսի նշան մարսը եւս կմտնի ջրհոսի նշան ու այստեղ հնարավոր է որ հունվարը ձեզ համար կլինի որոշիչ առաջի 15 օրը եւ երկրորդ հատվածում արդեն դուք կոնկրետ ձեզ համար ավելի լավ է ինչ խոսք այդ ժամանակահատվածը դուք կոնկրետ քայլեր կանեք նոր միջավայր կամ նոր գործողություններ կսկսեք սկզբից ես կարծում եմ դա ձեզ կհաջողվի սիրելի խոյեր եւ իհարկե Նեպտունի մասին
Նեպտունի մասին արդեն ասացի, որ ինքը մտնում է ձեր նշան միջև 2039 թվականը լինելու է ձեր նշանում եւ այստեղ միայն ձեր քարտեզը կարող է ցույց տալ, թե այդ թվականներին, այդ ժամանակահատվածում, տարիների ընթացքում երբ կարող է լինել ձեզ համար դժվարություններ եւ այսինքն բացասական էներգիան կուտակվի եւ դուք ուղղակի անհաջողությունների այդպես շրջանակում հայտնվեք եւ երբ կարող է լավ լինել, այսինքն երբ լավ է դու պիտի մաքսիմալ անես, որպեսզի արդեն վատի ժամանակ գոնե քիչ կորուստներ ունենաս, այսպես սիրելի խոյեր, այսքանն էր, սրանք են հիմնական գլխավոր իրադարձությունները, մնացած արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, ես բավականին կարծում եմ մանրամասնեցի եւ այստեղ տեսեք, ես հիմա քանի որ արխիվում ամանորն է, ես ուզում եմ շնորհավորել ձեզ ամենալավն ու բարին եւ այստեղ ձեզ մոտ եւս գիտեք ոմանց մոտ հնարավոր է աշխատանքը կորցնեն կամ ոմանք արդեն փոխում են իրենց աշխատանքը կորցրել են, հնարավոր է այդպիսի բան եւ այդտեղ որոշակի հարցեր դժվարություններ կլինեն, միգուցե նոր աշխատանքի, միգուցե ձեզ տեսնում եք սովորելու մասին, որ ասում էի, միգուցե ինչ որ լրացուցիչ մասնագիտություններ լինեն, որ դուք սովորեք, որովհետեւ այստեղ ինչ որ բան աշխատանք գնում է, դուք կարողանաք ավելի լավ աշխատանք ունենալ, այսպիսի ուրեմն իրավիճակ կլինի միանշանակ Պարզապես պետք է հասկանաք, երբ ինչպես դա անել եւ ցանկալի է նաեւ, որ դուք ազատվեք ձեր ուրեմն հիվանդություններից, վատ սովորություններից, գիտեք, դա հնարավոր է, մենք ունենք լուսնի խավարում ամբողջական, այն կլինի մարտի 3-ին եւ ցանկալի որ հենց այդ ժամանակ դուք ամեն վատից ազատվեք նույնիսկ եթե աշխատանքը ձեզ համար խնդիրներ է ստեղծում որտեվ ինձ կարող են լսել Հայաստանում դժվար է աշխատանքի հարցում հիմա ինձ որ լսում են կույսերը խոյերը ասում են այստեղ դժվար է աշխատանք գտնել ու մնաց որ դա մեզ դուր չգա մենք փոխենք բայց ինձ լսում են ասենք ոչ միայն Հայաստանում նաեւ արտերկրում եւ նշեմ նաեւ որ արտերկիր եթե գնում եք ձեր ասցենդենտի նշանը փոխվում է միանշանակ արևի նշանը պահպանվում է բայց փոխվում է ասցենդենտի նշանը սա պիտի ճշտեք այնպես չլինի որ դուք Երևանում եթե ձեր ասցենդենտի նշանը խոյն էր գնացել եք արտերկիր կարծում եք թե այնտեղ եւս խոյն է դա այդպես չի կամ ասենք արտերկրում եք ձեր ասցենդենտի նշանը խոյն է եթե գալիս եք Հայաստան ձեր ասցենդենտի նշանը փոխվում է սա ձեզ գիտություն նրանք ովքեր նույն միացել չգիտեն ինչևէ եթե կոնկրետ ասցենդենտի նշանը խոյն է դուք կարող եք ճիշտ քայլեր անելով ճիշտ ժամանակահատված ընտրելով այդ ուրեմն կոնկրետ ժամանակահատվածում ազատվել նաև ձեր հիվանդություններից, վատ սովորություններից, անպայման ազատվեք վատ սովորություններից, հենց իմ նշած ժամանակահատվածում դուք կարող եք այդ ժամանակահատվածում, իհարկե ժամանակը կգա ես ձեզ կասեմ, պարզապես նախորդ ասում եմ, որպեսզի դուք իմանաք, որ դա կարող է լինել աշխատանքը, դա կարող է լինել ուղղակի հարաբերություններ, դա կարող է առողջական վիճակին վերաբերել, այնպես որ թող լինի այնպես, որ վատը մնա ձեր ետևում ու դուք քայլեք առաջ այդ դա եմ ցանկանում, հա, ես որտեվ իմ բարեմաղթանքները պայմանավորված է ձեր քարտեզով, ես այդպես եմ ձեզ ասում, թե ինչ եմ ցանկանում դրանով պայմանավորված, այնպես որ հետևում ենք առողջական վիճակին եւ ազատվում ենք վատ սովորություններից, այդ ամենը բոլոր վատը թող մնա ձեր ընկալմամբ վատը, թող մնա ձեր մեջքի ետևում ինքը այլևս ավարտված լինի, հա, այդպես ես ձեզ մաղթում եմ նոր կյանք, նոր աշխատանք, եթե կորցնելու եք լրիվ ամեն ինչ սկսել նոր էջից եւ դա թող լինի պայծառ, մաքուր, գեղեցիկ, այսպես իսկ հիմա դեռևս ձեզ մոտ այդ ամեն ինչից ազատվելու ժամանակահատվածն է գնում, մինչև որ մոլորակը դուրս կգա այդտեղից, բայց այդ ժամանակահատվածում դու պատրաստվում ես նորին, որպեսզի ինքը դուրս գա, դու արդեն պատրաստ լինես։
Սա իմ կարևոր խորհուրդը ձեզ սիրելի խոյեր, չգիտեմ ինչի ձեզ հիմա ձեզ համար շատ այդպես մանրամասն եմ ներկայացնում, ինչևէ ձեզ ուրեմն ամենալավն ու բարին, թող ձեր ցանկությունները կատարվեն եւ չմոռանաք ուրեմն լայքել, դրանով դուք ձեր շնորհակալությունն եք հայտնում եւ իհարկե մեկնաբանություններում գրեք, թե արդյոք իմ խորհուրդները ձեզ օգտակար են լինում։ Այսքանը լավ եղեք առայժմ։